Պատվարժան դատարան, ուրեմն մենք ձեզ դիմում ենք պատվարժան դատարան։ Մեղադրող կողմի քննչական կոմիտեի քննիչների դիմում ենք հարգարժան քննիչով։ Բայց դժբախտաբար, եթե դատարանը ես չեմ ուզում անձնավորել եւ քննչական կոմիտեն արժանի լինեին այդ դրոսին, որով մենք իրենց կոչում ենք, ես այստեղ չէի գտնում։ Ինչու համար եմ ես սա ասում։ Ամբողջ մեղադրանքը կառուցված է ինչ-որ մարդկանց ցնորքների իման վրա։ Իմ փաստաբանը իրավական ձևակերպումների վրա կառուցված փաստարկներ բերեց։ Ես իհարկե զերծ կմնամ այդպիսի փաստարկներ բերելու, ես կփորձեմ ավելի սովորական, տրամաբանական ոլորտին վերաբերող փաստարկներ բերել։ Ստացվում է մի իրավիճակ, երբ չկա հանցագործության իրեղենապացույցը, չկա տուժողը, բայց կա պատվիրատու, չկա իրականացնողը, բայց կա պատվիրատու։ Ես ներկայացնում եմ որպես պատվիրատու, անցյալ անգամ տեղեկ դարձանք, որ թմրանյութ անգամ խորել է, չկա մարդը, որ ստացել է այդ թմրանյութը, չկա մարդը, որը որ տեղադրել է, բայց չգիտես ինչու, հրապարակի վրա հայտնվել եմ ես։ Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, բայց մաքուր քաղաքական հետապնդման բաղադրիչներով, էլեմենտներով կառուցված գործ է։ Եվ այլ բան, քան քրեական գործի անմիջական վերացումը ես չեմ անդրադառնում։ Այստեղ ակնհայտ է, որ ամեն ինչ կեղծ է եւ շինծու։ Եվ եթե դատարանները մինչև այս պահը գտնվեին իրենց բարձրության վրա եւ քննիչները բավարար դատախազությունը բավարար անաչառ գտնվեր, պատվիրակված չլիներ, մենք այս վիճակը չենք։ Հետևաբար ես ուրիշ ակնկալություն չունեմ, ուրիշ պահանջ չունեմ, այս է։